Այս թեման վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Արական սեռի այն քաղաքացիներին, ովքեր դեռևս զորակոչի տարիքից դուրս են եկել Հայաստանից, օրինակ փոքր տարիքից տեղափոխվել են Կանադա եւ չեն ծառայել բանակում։ Եթե դու այս խմբում ես, ապա շատ կարևոր է միջևերջ լսես սա։ Նախկինում համակարգը բավականին խիստ էր։ Եթե դու Հայաստանի քաղաքացի ես եւ չեր ծառայել բանակում, իրականում ուներ երկու տարբերակ՝ կամ վերադառնալ եւ ծառայել, կամ պարզապես չվերադառնալ Հայաստան, քանի որ Հայաստան վերադառնալու դեպքում առաջանալու էին իրավական խնդիրներ եւ շատ մարդիկ ուղղակիորեն տարիներով խուսափում էին հայրենիք վերադառնալուց։ Վերջերս ընդունված փոփոխություններով պետությունը փորձեց լուծել այս խնդիրը եւ այսօր արդեն օրենքը տալիս է հնարավորություն օրինական ճանապարհով լուծել այս հարցը։ Այսինքն մարդիկ այլևս չունեն կամ տարբերակ, կա հստակ կարգավորման մեխանիզմ։ Օրենքով նախատեսված են մի շարք տարբերակներ, կախված նրանից դուք պատրաստ եք ծառայել, թե ոչ։ Եթե մարդը ընդհանրապես չի ցանկանում ծառայել բանակում, վճարվելիք գումարը կարող է հասնել մոտ 15 միլիոն դրամի։ Եթե ընտրում է ավելի ցածր կարճաժամկետ ծառայություն, գումարը փոխվում է։ Օրինակ, 12 ամիս ծառայության դեպքում գումարը կարող է կազմել մոտ 2.5 միլիոն դրամ։ 6 ամիս ծառայության դեպքում գումարը մոտ 5 միլիոն դրամ է, իսկ ավելի կարճ ծառայության դեպքում գումարը կարող է հասնել մոտ 8 միլիոն դրամի 1 ամսվա ծառայության դեպքում, բայց շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունները։ Շատերը սխալ են հասկանում օրենքը եւ կարծում են գումարը վճարեմ եւ վերջ, հարցը փակվեց, բայց իրականում սա պարզապես վճարում չէ, սա իրավական գործընթաց է, որը պետք է ճիշտ ձևով իրականացվի։ Այսինքն, եթե դու հարցին լուծում չտաս, այն ավտոմատ չի կարգավորվի։ Դա կարող է ի հայտ գալ Հայաստան այցելելու ժամանակ, գույքային հարցերի ժամանակ կամ պարզապես պետական մարմինների հետ առնչվելիս։ Այսինքն, խնդիրը ավտոմատ չի կարգավորվում, պարզապես հետաձգվում է։ Պետք է հասկանալ մի պարզ բան. նախկինում մարդիկ պարզապես խուսափում էին եւ վերջ։ Հիմա արդեն կա հստակ հնարավորություն կարգավորելու հարցը, բայց ճիշտ քայլ անելը շատ կարևոր է։ Եթե դու ապրում ես Կանադայում եւ այս թեման վերաբերվում է քեզ, կարևոր է հասկանալ ինչ տարբերակներ ունես հենց քո դեպքում։ Գրիր ինձ անձնական հաղորդագրություն, զանգահարիր, կարճ ներկայացրու քո պատմությունը եւ ես կասեմ ինչ ճանապարհով է ճիշտ առաջ գնալը։ Երևան Consultant Partners-ը իրականացնում է տվյալ գործընթացի ամբողջական ուղեկցում, սկսած փաստաթղթերից մինչև հարցի ամբողջական կարգավորում։ Բաժանորդագրվիր իմ YouTube-ին եւ հետեւիր ինձ սոցիալական հարթակներում։ Կհանդիպենք։